Այս մազերի համար է չմոռանաս։ Եղա, այն է ճանճերի համար է։ Այդ մի շեշտի, այս քեզ։ Նորից ասեք։ Եզանց 1500 չէ, ինչքան կա։ Շատ լավ է։ Ապրեք շատ։ Այդ որ կանես մի փոքր sense տան մեջ կպտտացես աուրան կմաքրի։ Էսի որ տնեմ կարող են ձյաշկը չկպնի էլի։ Վայ, ես են դոզայում դա տվել։ Չինական ֆենշու, ինյան ու ցիգոնգ ուսմունքը ներկայացնելուց ու վաճառելուց առաջ Ռաֆիկ Սարգսյանը ուրիշ աշխատանք է ունեցել։ 1968 թվականին էկրանավորված «Մի կաթիլ մեղր» մուլտֆիլմից ոգեշնչված որոշել է անիմատոր դառնալ, աշխատել Հայ ֆիլմում։ Այդ ժամանակ ինչ որ մեջս ցանկություն առաջացավ անպայման տեղավորվել։ Երկու ամիս տենց հետաքրքրեցի բան, նոր Դերկինոսյան կենտրոնում էր Տերյան փողոցի վրա։ Նիկեպ գնացինք այնտեղ ընդունելությունացնի կամ հաջորդ ամս կարակ գաք փորձեք։ Մի 20-30 հոգի կային իրանց աշխատողներից էլ, ես էլ իրանց հետ խառնվեցի, բայց շատ ուզենալը դա արդյունք տվեց։ Երևի գլուխ չգամ 1 կամ 2 հոգի, ես որ անպայման թողեցին ու մնացին դեղ աշխատող։ Որպես նկարիչ Ռաֆիկ Սարգսյանը 23 տարեկանում սկսեց աշխատել Հայ ֆիլմում ու դարձավ գտնված երազ, Մկների ժողով, Քաջնազար, Անբան աղվես, Կիկոսի մահ, Հայլին եւ շատ այլ մուլտֆիլմերի նկարիչներից մեկը։ Առաջի ֆիլմը, որ նկարեցի, այդ Ռոբերտ Սահակյանցի Անբան աղվեսն էր։ Ինքն է ռեժիսորը, Հովիկ Դիլակյանը բեմադրող նկարիչը։ Համակարգչով նկարում են հիմա։ Այն ժամանակ թեք սեղան էր, վրան ապակի, անփայլ թուղթ ու լույս էր տակից վառվում։ Յուրաքանչյուր կադր նկարում էին այդ թղթի վրա, ձեռքով։ Մուլտիպլիկատորը մատիտով է նկարում, համարակալում է ինքը, հետո որ տալիս է արդեն հաջորդ process-ին, այսինքն մեզ էր տալի։ Նման ցելլոիդի վրա էին տալիս, ասենց համարակալած ինքն էր գրում։ Դե գրած է, ասինքն որ համարին բերանի արտիկուլյացիան ինչ կամ ձեռքը որ մասում պետք է լինի, տես նկարվում է, տես լրանում էր 8 րոպեանոց ֆիլմի վրա, ֆիլմը տենց էր 8 րոպե էր կարծեմ տևում, մոտ մի 7-8000 կադր, ամեն մեկը կադր այդքան էր։ Անդադ մեկը մյուսին նմանվեր, տես նկարում էր։ Այդ ժամանակ Հայաստանում ֆուտբոլի ոսկե շրջաններ։ Ու երբ մուլտֆիլմի սցենարը դեռ պատրաստ չէր, ունեին ազատ ժամանակ, ֆուտբոլ էին խաղում։ Մի քիչ օգտվելով Արարատ 73-ի անունից 1978 թվականին մեկնեցին Կիև, այնտեղի անիմատորների հետ մրցելու։ Կար Կիևում Կիև Նաուչ ֆիլմ տենց էր կոչվում դրանց ստուդիայում։ Դրանք նկարել են կազակի ֆուտբոլի գրալի, դրանց հետ է, դրանց նկարիչների բաններ։ Տոմսեր առանք մեր հաշվին գնացինք հասանք այնտեղ, բայց այն ժամանակ Արարատ 73 ոն քիչ թասիբով գնացինք այնտեղ ու երկու խաղ խաղացինք, երկուսն էլ 2-1 տարանք, բայց որտեղ հերագիր ուղարկեցինք Հայ ֆիլմ, դրանք էլ էին ոգևորվել ու գնալ գալ ծախսը իրանց վրա վերցրեցին սամալոտի փողը։ Կիև մեկնելիս թիմով հավաքվեցին, համապատասխան հագնվեցին ու Հայ ֆիլմի ստուդիայում նկարվեցին։ Այդ նկարը իրենց հետ տարան մեծ պաստառով։ Ով էր թիմի լավ խաղացողը։ Բոլորն էլ լավ են խաղացել, Ռոբերտ Սահակյանցը քիչ էր վազում, բայց լավ տեխնիկա ուներ։ Սիրում էր խափեր ֆուտբոլում։ Այս մեկը ես եմ։ Սիրուն տղեն որն են էլ ես եմ։ Ազատ ժամանակ Հայ ֆիլմի արեստանոցում փայտից իրեր էր պատրաստում Ռաֆիկ Սարգսյանը եւ վաճառում։ Այնտեղ քանի որ կուկլնի ֆիլմել էինք նկարում, փոքր արեստանոց կար, ես դեկորացիա էի սարքում։ Այսինքն սիգարետնիցա էի սարքում, այսինքն նայ որ դնում էինք։ Լավ արպետ եմ եղել։ Հենա լիքը ծաղկամաններ, բաներ ունեմ, այ դրանք։ Դրանցից այդ հանի, ո այս լավն էլ դու ցույց տամ դրանք։ Այնտեղ կար մարդիկ նարդի էին սարքում, խաչքար էին սարքում, տարբեր բաներ, բայց այս տեսակը մենակ ես էի սարքում։ Սարքում էի կոնֆետնիցա, մրգաման, սիգարետնիցա, ավելի օվալաձե մեծ տեսակ, տարբեր բաներ սարքում, ես էլ եմ փորագրել ես, այսինքն։ Մի կտոր փետ ճարում էի, կարողանում էի, կարմիր փետ ասա, ձկներ են։ Հիմա ինչով եք զբաղվում։ Հիմա
որպես առաջի հաճախորդ դուք այսօր հնարավորություն ցանկացած երազանք պահի ու սրանցից մեկը մատնացույց արա։ Ես մի երազանքով կարամ սաղ պահեմ։ Չէ, կարաս 2 հատ պահես, 3 հատ պահ, քայնատ ուզում 3 հատ ես։ պահում եմ, դե մի րոպե։ Սրա համար փող չեմ վերցնում։ Այսա մի վարկյան պահեմ։ Հիպնոզ եմ արել, ինչ է։ Դե պրծի։ Չէ, ընտրեմ մեկ։ Հա։ Մատով այսը դեպի քեզ կան, բայց չկանգնացնես։ Դեպի ինձ։ Դեպի քեզ։ Մի հատ էլ։ 3 հատը պահել էի։ Угу. Սա չինական կոպեկա, կիտայցքը монета счастья. Для плечения удачи, здоровья, богатства, семья. Իսկ ինչ որ դու մտածեցիր, այդ բոլոր դու հրեցիր որ ավելի տեղից շարժվի, արագանա։ Լավ էր։ Ընտիրը։ Դուք օգտվեցիք ակցիայից։ թվականը որ ստիպված կամ երևի ցանկություն ավելի շատ էր որ նման գործով զբաղվե, այս տարածքը վերցեցիք նոր էր բացվել սա։ Փոքր այսքան տեղ էր։ Ու քանի որ փետի, ծղոտից, տարբեր քարերից, տարբեր բաներ է սարքում, փոքր սեղան էի դրել, տենց մեկը մյուսին ավելանալով կամ տեսա չէ տեղավոր պոլկա դրեցի այդ բան։ Հայ ֆիլմից աշխատանքի առաջարկներ եղել են, բայց մի շարք խնդիրների պատճառով մերժել են։ Ճանապարհը հեռու էր, պետք էր համակարգչով նկարել, եկամուտը ավելի քիչ էր, ու գլխավոր պատճառն ինքնուրույն ստեղծագործելն էր։ Հայ ֆիլմում անում էր այն, ինչ ասում էին, այստեղ այն, ինչ ուզում է։ Կա դրանց մոտ գործն են ասում, փող բերող թալիսման, որտեղ մեր մոտ է գիտեմ որ ասում ենք գործը որ կրկռում է, ջու անձրևա գալի, չէ, իսկ ջուրը կյանք է։ Դա դրա լիություն է բերում, հարստություն, մարդիկ կյանք է դա։ Դրա համար սա 3 ոտանի է այդ գործը։ Սա կոնկրետ սա, այդ իրանց ֆենշուի մեջ ինքը 4 ոտ ունենալու փոխան 3-ա, որտեղ քարով խփել կոտրել են ոտը, սա որ բողոքել է ինչի են խփում, ասել կռում ես դժբախտություն ես բերում մարդու։ Անենց բանա որ լավ լինի։ Արդեն ինքը կրկռում է, բերանից փող է թափվում։ Ճապոնական մանեկինեկո, չինական Ցայշեն ու Կոնֆուցիոս։ Հիմա վաճառքի հարյուրավոր իրերի պատմությունը անգիր գիտի, ու եթե պետք է բացատրում է յուրաքանչյուր հաճախորդի։ Մեկը աուրան է մաքրում, մյուսը արյան շրջանառությունն է լավացնում, բայց կան նմուշներ, որ երբեք չի վաճառում։ Երբեք չէր պատել, բայց այդ մեկը որ բացեցի տեսա ու սա։ Նա գույնն է շատ լավ, մալախիտի գույնն է։ Երևաց խաչը։ Ինչ չեք վաճառում։ Թող ինձ մնա։ Հետո չեմ ճարի նման բան։ Զգում եք, չէ, ամբողջ ընթացքում զանգի ձայներ են։ Դա գետնանցումում օդափոխության ու իր 23 տարվա հավաքածուի արդյունքն է։ Հարևանները չեն բողոքում, իրեն էլ հաճելի է։ Էս էլ է լավը։ Բայց ամենալավը սա է։ Այս սրա վրա կարամ ցույց տամ ինչա գրված այս հիերոգլիֆը։ Այդ հիերոգլիֆը ես գիտեմ, բայց որ բացատրեմ ու իրանք վստահ լինեն, որ սա հենց դա է, այս հենց հմանում բերում եմ մոտիկ, այսպես Ուդաչը, հաջողություն, երջանկություն, հաջողություն։ Այս բունը ես արկեք կրիշկեքից, կոտայքի կրիշկա է, կոճակա, սիրունա։ 23 տարի ամեն առավոտ գալիս է, մաքրում իրերի փոշին, դասավորում, ցուցադրում նորեր ու իր ձեռքով պատրաստած գործը կռացնելով կանչում հաճախորդին։ Հավատում է, որ դա կօգնի։ Միաժամանակ նկատում, որ հաճախորդների հոսքը պակասել է, էլ առաջվանը չի։